Բարոյ ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինայում մենք նշում ենք հիշատակի եւ նացիզմի դեմ հաղթանակի օրը, որի համար իրենց կյանքը չխնայեցին իմ երկու պապերը, Արամն ու Կարապետը։ Վստահ եմ մեր լսարանում էլ շատ նման մարդիկ կան, ում պապերը իրենց կյանքը չեն խնայել մեր ընդհանուր հաղթանակի համար երկրորդ համաշխարհային պատերազմի օրերին։ Այսօր ես չեմ կարող այցելել իմ պապերի շիրիմները Կերչում եւ Խրուստալնիում, նախկին Կրասնի լուջ, քանի որ իմ պապերի գերեզմանները օկուպացված են այսօր։ Հիշելով մեր պապերի սխրանքը, ես անձամբ երազում եմ հաղթանակի նոր օրվա մասին, որը կազատագրի մեր հողը եւ կկարողանամ գնալ եւ տեղում հարգել պապերիս հիշատակը։ Ես իսկապես հուսով եմ, որ այդ օրը շուտով կգա եւ ինչպես ես, այնպես էլ մեր շատ հայրենակիցներ կնշեն նաեւ Շուշիի ազատագրման օրը, մեր սերնդի եւս մեկ հաղթանակի օր, որը մեզանից շատերը ցանկանում են խլել։ Եվ չնայած ամեն ինչին, ես այսօր ուզում եմ ասել իմ պապերի հիշատակին համընթաց հարգում ենք հայ հերոսների հիշատակը, ովքեր գլուխ են խոնարհել հանուն հայոց հողի ազատագրման եւ խաղաղ կյանքի։ Հավերժ փառք բոլորին։ Նախքան մեր եթերի հիմնական թեմաներին անցնելը, ուզում եմ նորից շնորհակալություն հայտնել ձեզ, ձեր լայքերի, խրախուսող մեկնաբանությունների եւ մեր եթերները սոցիալական ցանցերում տարածելու համար։ Շնորհակալ եմ ձեզ մեծ աջակցության համար։ Շնորհակալություն եմ հայտնում որդուս վերաբերյալ ձեր շարունակվող մաղթանքների համար, իրոք շատ եմ զգացված։ Խնդրում եմ այսօր նույնպես չմոռանալ ակտիվորեն լայքել եւ տարածել մեր եթերը, որպեսզի ավելի շատ մարդիկ իմանան իրականության մասին։ Այսօր Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ ագրեսիայի 1170-րդ օրն է, եւ չնայած անձամբ Պուտինի առաջարկած երրորդյա զինադադարին, Պուտինն ինքը չի պահպանել այն։ Դոնբասում նրա զորքերը ավիառումբեր են նետել բնակելի շենքի վրա Կոնստանտինովկայում։ Երեխաների եւ կանանց հետ կռվող այս արարածից կարծում եմ ոչ ոք չէր սպասում, որ իր խոսքից գոնե մեկը կպահի, ահա թե ինչու մեր զորքերը ծառայում են սովորականի պես, եւ ես դրական լուրեր ունեմ ձեզ համար մեր զորքերի առընթացի մասին։ Վերջին 24 ժամվա ընթացքում ռազմաճակատում գրանցվել է 196 ռազմական բախում, Ուկրաինայի պաշտպանության ուժերի ավիացիան, հրթիռային ուժերը եւ հրետանին հարվածել են թշնամու զորքի եւ տեխնիկայի կենտրոնացման 19 շրջանների, Կուրսկի եւ Բելգրադի մարզերի օպերատիվ գոտում Ուկրաինայի պաշտպանության ուժերի ստորաբաժանումները վերջին 24 ժամվա ընթացքում ետ են մղել ռուս զավթիչների 19 հարձակում, մերոնք առաջ խաղացում ունեն։ Նախորդ հաղորդումներում ես արդեն խոսել եմ Կուրսկի մարզի Գլուշկովկի շրջանում ստեղծված իրավիճակի մասին, որտեղ այժմ շատ թեժ մարտեր են ընթանում, ռուսական ուժերը մեկուսացված են թիկունքից, հնարավոր օգնությունից եւ ոչնչացվում են։ Աշխատանքը շարունակվում է, մենք սպասում ենք ել ավելի դրական նորությունների։ Ուկրաինական զորքերը ազատագրել են Խարկովի մարզի Լիպցիից հյուսիս գտնվող անտառային տարածք, որը ընդգրկում է ավելի քան 200 հեկտար։ Ռազմաճակատի այս հատվածի համար մարտերը տևեցին գրեթե 6 ամիս։ Թշնամին այնտեղ մեծ ջանքեր գործադրեց, բայց վերջիվերջո ուկրաինական զորքերը խնայելով մեր զինվորների կյանքը, միևնույն է կարողացան համառ մարտերում թշնամուն դուրս շպրտել մեր հողերից։ Նշվում է, որ ուկրաինական զորքերի համակարգված աշխատանքի շնորհիվ հնարավոր է եղել ետ մղել ռուսներին եւ վերականգնել վերահսկողությունը կարևոր բնական եւ մարտավարական նշանակություն ունեցող տարածքի նկատմամբ։ Այս ընթացքում այդ տարածքում ռուսական զորքերը կորցրել են գրեթե 1500 զինվոր, ավելի քան 200 միավոր զենք եւ 175 միավոր զինտեխնիկա։ Հավանաբար հիշում եք, որ Պուտինը ուզում էր մեր տարածքում իր համար ստեղծել այսպես կոչված սանիտարական գոտի։ Պուտինի խոստացած սանիտարական գոտին այժմ ձևավորվում է հիմնականում Ռուսաստանի տարածքում։ Ճիշտ են ասում, ուրիշի համար փոս փորողը ինքը կհայտնվի այդ փոսի մեջ։ Մեր տելեգրամյան ալիքում շատ լավ կադրեր ունենք ռազմաճակատից, ասեմ, որ Ռուսաստանը շարունակում է ծանր կորուստներ կրել Ուկրաինայի դեմ պատերազմում, միայն 25 թվականի առաջին 4 ամիսներին ռուսները կորցրել են 170,000 սպանված կամ վիրավոր զինվորական։ Այս թիվը մայիսի 7-ին հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին։ Պաշտպանության ուժերը շարունակում են ոչնչացնել ռուս օկուպանտներին,
պայքարը շարունակվում է, նշել է գեներալը։ Վերջին 24 ժամվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը ոչնչացրել են 1200 Պուտինի օկուպանտի, Ուկրաինայի գլխավոր շտաբի կողմից լայնածավալ պատերազմի սկզբից ի վեր հակառակորդի ընդհանուր մարտական կորուստները գնահատվում են մոտ 961,970 օկուպանտ։ Վերջին 24 ժամվա ընթացքում ոչնչացվել է նաև թշնամու 325 միավոր տեխնիկա եւ զինամթերք։ Թշնամին գիշերը չէր դադարեցնում Ուկրաինայի քաղաքներին վնաս հասցնելու փորձերից։ Մայիսի 7-ի օրվա երկրորդ կեսին Ուկրաինայի հոբ ուժերը մեր երկնքում խոցել են եւս 26 ռուսական դրոններ։ Ռուսական հարձակման հետևանքով տուժել է Չերկասի մարզը։ Մայիսի 8-ի ժամը առավոտյան 8-ի դրությամբ Ուկրաինայի օդային տարածքում հրթիռային հարվածներ կամ հարձակողական դրոնների կիրառում չի գրանցվել, սակայն գիշերվա ընթացքում ռուսները Սումիի մարզում եւ Դոնբասում ակտիվացրել են մարտավարական ավիահարվածները, օգտագործելով կառավարվող խումբեր։ Մոսկվայի մարզի Մագիլցի բնակավայրում պարտիզանները հաջողությամբ դիվերսիա են իրականացրել ռուսական բանակի դեմ, տարածաշրջանի էլեկտրական եւ հաղորդակցական ենթակառուցվածքի ապահովող տրանսֆորմատորային ենթակայանի սարքավորումներ են ոչնչացվել։ Ռուսաստանի մի շարք կարևոր ռազմական օբյեկտներում կապի խափանումներ են տեղի ունեցել։ Սա խաթարեց ռազմական կառույցների միջև պլանավորումը եւ համակարգումը։ Ոմանց համար սա կարող է մանր բան թվալ, բայց այն փաստը, որ Մոսկվայի մարզում պարտիզաններ են աշխատում, շատ բանի մասին է խոսում։ Քաղաքական ռազմաճակատում, եթե կարելի է այդպես ասել, Պուտինը նույնպես առանձնապես հպարտանալու բան չունի։ Մոսկվայում հաղթանակի այդ խելագարության ենթադրյալ մասնակիցների թիվը նվազում է, միջոցառումը իրենք հաղթանակի շքերթ են անվանում, չնայած Թրամփը երեկ խլեց հաղթանակը Ռուսաստանից, Ամերիկայում հաղթանակի օր նշանակելով, այսօր Ամերիկան նշում է առաջին անգամ մայիսի 8-ը որպես հաղթանակի օր։ Իմջելոց երեկ Ադրբեջանը հստակեցրեց, որ չի մասնակցելու ռուսական շքերթին, Ալիևը միշտ գտնում է ճիշտ ժամանակը նման միջազգային մամուլի համար հայտարարություններ անելու։ Դժբախտաբար մենք նմանատիպ հայտարարություն չենք լսել Հայաստանից, չնայած ադրբեջանական զորքերը ամենայն հավանականությամբ կլինեն շքերթին, չգիտեմ թե ով է ընդունելու նրանց շքերթը, միգուցե Փաշինյանը, դառը կատակ է իհարկե։ Քանի որ Ուկրաինան իր դրոններով գործնականում գերիշխում են Ռուսաստանի արևմտյան մարզերի երկնքում, արդեն 4-րդ օրն է ինչ այդպիսի իրավիճակ է, շատ ռուսական ռեգիոններ չեղարկում են իրենց շքերթները եւ այսպես կոչված տոնակատարությունները, համերգները կամ կրճատում են միջոցառումների ցանկը։ Մեր Telegram-յան ալիքում մենք ներկայացրել ենք այս թեմայով անդրադարձ, նույնիսկ եթե մենք չենք ասել թշնամու ծրագրերի լիակատար ձախողմանը, այն փաստը, որ մենք նեղում ենք Պուտինին իր սեփական հողում եւ երկնքում, սա կարևոր գործոն է։ Ռուսները պետք է իմանան, որ իրենք այլևս նույնիսկ պաշտոնապես ռուսական տարածքի օրինական տերերը չեն։ Ցավոք, երեք ուկրաինացի հայտնի դիվանագետ Կոնստանտին Ելիսեևը ասաց, որ Ամերիկան եւ Չինաստանը ետ են պահում Ուկրաինային մայիսի 9-ին հարվածներ հասցնելուց Ռուսաստանին եւ մասնավորապես Մոսկվային, սակայն ամսի 9-ից առաջ ուկրաինական գործողությունները արդեն զգալի վնաս են հասցրել Ռուսաստանի հեղինակությանը, ել չասեմ, որ ռազմական օբյեկտներին, որոնց մասին երեք խոսեցինք, ցավոք ամերիկյան զենքից կախվածությունը ամենայն հավանականությամբ կազդի մեր Կիևի որոշումների եւ գործողությունների վրա, բայց եկեք սպասենք, տեսնենք թե ինչ կլինի, ինտրիգը իրոք շատ մեծ է։ Այն փաստը, որ Ռուսաստանի քաղաքացիները ավիակոլապսի պատճառով արդեն 2 օրից ավել չեն կարողանում որևէ տեղ թռչել, եւ այն փաստը, որ օտարերկրյա հյուրերը առաջին փորձից չեն կարողանում հասնել Մոսկվա, ոմանք երկրորդ կամ երրորդ փորձից, խոսում է Պուտինի ոչ միայն Ուկրաինայի, այլև Ռուսաստանի նկատմամբ վերահսկողության բացակայության մասին։ Բայց ասեք, որ նաև ծիծաղելի է Պուտինին, ով իրեն ահեղ եւ զորեղ է պատկերացնում, խնդրում են խնայել այլ երկրների ղեկավարներ, պատճառաբանելով, որ դա պայմանավորված է քաղաքական աշխատանքով։ Թե ինչ կլինի իրականում, մենք կտեսնենք, շատ չերկարացնեմ եթերը, ինչ էլ լինի, մենք ձեզ տեղը կպահենք, լավ երեկո եմ ձեզ մաղթում եւ լավ տրամադրություն։